Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքերով եւ սորել իրենց իր դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգով ներշտված ուսումնասիրենք իր խոսքը եւ ճիշտ հասկանանք եւ իրագործենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Հիսուսի անունով խնդրեցի, փառք օրհնի Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյան դայրում, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է աճել Աստծո հետ հարաբերություններում եւ արդեն հասցել ենք 4 դասին, որ կոչվում է Աստվածաշնչի դերը։ Հիշելու համար է Եբրայեցիների 4:12 համարը, կենդանի Աստծո խոսքն ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է, այն թափանցում է մինչեւ շնչի եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանումը, քննում է սրտի մտքերն ու խորհուրդները։ Անկասկած այսօր շատ քրիստոնյաներ ունեն Աստվածաշունչ իրենց տանը եւ մենք պետք է իմանանք, որ ողջ պատմության ընթացքում այս անգին գիրքը գաղտնի պատճենվել է, ծածուկ տեղափոխվել ու արգելվել այս աշխարհում ամենաշատ հրատարակված գիրքն է ցանկացած լեզվով ու նաև ամենահներից մեկը, ոմանք իրենց մահվան գնով են պահպանել Աստվածաշունչը, որպեսզի հասնի մեզ։ Ինչու՞։ Ինչն է ստիպել այդ մարդկանց, որ իրենց կյանքի գնով այս Աստվածաշունչը պահպանեն, որպեսզի մյուս սերունդները կարդան։ Տեսնում եք, ինչ տեղ է զբաղեցրել Աստվածաշունչի հետ մարդկանց կյանքում, իսկ մեր կյանքում ինչ տեղ է զբաղացնում։ Արդյոք կարդում ենք, թե ուղղակի դրել ենք մահճակալի կողքին կամ գրապահարանում եւ Աստվածաշունչի վրա փոշի է նստում։ Ուղղակի համարում ենք, որ հերիք է, որ լսենք այսինչ քահանային կամ ամենինչ քարոզիչին, այդպես չպիտի լինի, որովհետև Աստվածաշունչն է, որ տալիս է ճշմարտություն այնպես, ինչպիսին այն կա։ Մարդը միշտ կարող է այն աղավաղել եւ սխալ ներկայացնել, դրա համար մեր Աստվածաշունչը մենք պետք է միշտ ուսումնասիրենք, որպեսզի բացահայտենք, որն է ճշմարտությունը։ Միգուցե մեր կյանքը շատ բազմազբաղ է եւ ժամանակ չենք գտնում Աստծո խոսքը ուսումնասիրելու համար կամ չափազանց հոգնած ենք այդ գիրքը բացելու համար։ Բայց Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ Աստված կոչ է անում, որ թույլ տանք նրան խոսել մեր սրտի հետ, քաջալերել մեզ, մարտահրավեր նետել ու փոխել մեզ, առաջնորդություն եւ հույս տալ մեզ։ Աստվածաշունչը միայն ակադեմիական գիրք չէ կամ հին պատմությունների ժողովածու, ընդհակառակը այն գեղեցիկ, խորիմաստ պատմություն այն մասին, թե ինչպես է տիեզերքի արարիչը եւ մեր արարիչը ձգտում մեզ ավելի մոտեցնել իրեն։ Եթե դու փափագում ես քո հարաբերությունները խորացնել Աստծո հետ, ամենալավ բանը, որ կարող ես անել, ամեն օր նրա հետ որակյալ ժամանակ անցկացնելն է։ Աղոթել եւ կարդալ նրա ողջշնչված խոսքը եւ քո կյանքը հանձնել այն ամենին, ինչ սովորեցնում է նա, այլ ոչ թե համարել, որ հերիք է, որ ես գնում եմ եկեղեցի, լսում եմ քարոզիչի խոսքը, ոչ դա հերիք չէ։ Մենք ամեն օր պետք է կարդանք Աստծո խոսքը, որ ճշմարտություն իմանանք, որպեսզի մեր կյանքն էլ համապատասխանաբար փոխվի։ Մենք գիտենք, որ գիտնականները գտել են, որ խոսքը շատ մեծ ուժ ունի, ինչպես որ Հիսուսը գրում է, այն կարող է սպանել եւ այն կարող է բուժել։ Եվ մանավանդ Աստծո խոսքը այդ ուժ ունի։ Գիտեք, Աստծո խոսքը իրեն համեմատում է երկսայրի սրի հետ, սուրը ինչ է անում։ Երբ որ մտցնես մարդու մեջ, սպանում է, բայց արդյոք Աստված ուզում է մեզ սպանել, ոչ։ Նույն ձևի սուր սկալպել օգտագործում են վիրաբույժները, բայց նրանք դա անում են ինչու համար, որ մարդուն սպանեն, չէ, որպեսզի բացեն եւ այն ինչ որ ավելորդ է, ասենք թե
ուռուցք է կամ ինչ-որ բան է հեռացնեն եւ եթե ինչ-որ բան սխալ է աշխատում ուղղել։ Այսինքն մարդու ֆիզիկական առողջության պահպանման համար են դանում։ Նույն ուզում է անել Աստված իր խոսքով մեզ հետ։ Աստված մեր հոգևոր վիրաբույժն է եւ ուզում է, որ մենք մեր սիրտը բացենք իր առջև։ Բավականին լուրջ ձևով մոտենանք իր սուրբ խոսքին, որպես այդ սուրբ խոսքը անի այն գործը, ինչի համար որ նախատեսված է։ Այսինքն մեր սիրտը փոխելու, մեր ուղեղը փոխելու, մեր մտածողությունը փոխելու եւ հետեւաբար մեր կյանքը փոխելու դեպի լավը, այլ ոչ թե դեպի վատը։ Այսինքն դեպի լավը հարաբերությունների մեջ մարդկանց հետ, ոչ թե նկատի ունեմ ֆինանսական կամ չգիտեմ ինչ։ Եվ նախքան խոսել է թե ինչու է Աստվածաշունչն այդքան արժեքավոր եւ ինչպես ավելի խորն ուսումնասիրենք այն, պետք է հասկանանք մի բան։ Սատանայի ամենանշանակալի հարձակումներից մեկը խոչընդոտելն է, որ չկարողանանք Աստծո խոսքի միջոցով ժամանակ անցկасնել նրա հետ, այսինքն կա մի անձ, որ չի ուզում, որ մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը։ Եվ սատանայի հիմնական ռազմավարությունը մարդկանց Աստվածաշունչից հեռու պահելն է, զբաղվածության, անտարբերության, հոգնածության կամ կասկածների պատճառով։ Նա դեմ չէ, որ մարդիկ գնան եկեղեցի։ Բայց հենց որ այդ եկեղեցի գնացող մարդ ուզում է բացել Աստվածաշունչի եւ անձամբ համոզվել, անձամբ ճանաչել ճշմարտությունը, այստեղ է գալի խնդրեմը։ Եվ սատանան բոլորովին չի ուզում դա։ Եվ նա ձգտում է պահել մարդկանց զբաղված ոչ կարևոր բաներով, ձգտում է պահել մարդկանց անտարբեր, եւ երբ որ մարդիկ շատ են զբաղված ոչ կարևոր բաներով, նրանք հոգնում են, եւ նաեւ մարդկանց սրտում կասկած է, ուղեղում կասկած է սերմանում Աստվածաշունչի հանդեպ։ Նա գիտի, որ Աստծո հետ նրա խոսքի միջոցով ժամանակ անցկացնելը վերակենդանացնում է մեր կյանքն ու սնում մեր հոգիները։ Մենք շատ ենք սիրում, մարդիկ շատ են սիրում այսօր կանայք, որ ջահել Երևան, ջահել երիտասարդ լինեն մարմնով, բայց հոգևոր երիտասարդությունը, այսինքն հոգևոր թարմությունը շատ կարևոր է, ավելի կարևոր, քան թե մարմնականը։ Որովհետև Աստծո խոսքը վերակենդանացնում է մեր կյանք ու սնում մեր հոգիները։ Ահա թե ինչու անկասկած է, որ նա ամեն ինչ կանի դա կանխելու համար։ Այսինքն սատանան ամեն ինչ կանի, որպեսզի կանխի մեր շփումը Աստծո հետ Աստվածաշունչի միջոցով։ Աստծո խոսքը մեզ բուժում է, թե հոգեպես, թե ֆիզիկապես, մեզ փոխում է, վերափոխում է, դրա համար սատանան չի ուզում, որ մենք կարդանք Աստծո խոսքը, եւ ամեն ինչ անում է, որ հետ պահի մեզ դրանից։ Էլեն Ուայթը մեծ պայքար գրքում գրում է. սատանան կիրառում է իր իշխանության տակ գտնվող ամեն հնարավոր միջոց, որպեսզի մարդկանց թույլ չտա ընկալել աստվածաշնչյան գիտությունը, քանի որ նրա պարզ խոսքերը բացահայտում են իր խաբեությունները։ Սատանան գիտի, որ Աստծո հզոր խոսքը զինաթափում է իրեն։ Այսինքն, երբ որ ճանաչում ես քո թշնամուն, դա շատ վատ է անդրադառնում թշնամու վրա։ Բայց եթե դու Աստվածաշունչ չես կարդում եւ չգիտես ով է իրական թշնամին մարդկության, ապա սատանայի համար շատ հեշտ է գործել քեզ հետ, շատ հեշտ է խաբել։ Սատանան գիտի, որ աղոթքն ու Աստվածաշունչի ուսումնասիրությունը մարդկության համար այն ամենահզոր զենքերն են, որ կարող են օգտագործվել իր դեմ, եւ Հիսուսը օգտագործում էր հենց այս զենքը, ասում էր, գրված է։ Եփեսացիներ 6:17 եւ արեք փրկության սաղավարտն ու հոգուսյունները, որ է ու հոգու սուսերը, այսինքն սուրը, որը Աստծո խոսքն է։ Այսինքն մենք պետք է կռվենք սատանայի Աստծո խոսքի միջոցով։ Եբրայեցիներ 4:12-ը մենք նոր կարդացինք,
Ուստի ամեն ինչ անում է, որ մեզ հետ պահի այդ գրքից, որ չկարդանք, չաղոթենք։ Նա գիտի, որ Աստծո խոսքերը հզոր են, որ դրանք ոչ միայն գոյության կոչեցին այս աշխարհը, ինչպես ասում է Սաղմոս 33:6, 6-րդ համարը մոտեցեք Տիրոջ սխալ համար են դրել, այսինքն Սաղմոս միգուցե 32-ը պիտի դնային, որը ասում է, որ Աստված է ստեղծել երկիրն եւ ամեն ինչը, այլև կարող են հարություն տալ մեռելներին, ինչպես Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, եւ ոչ տալ հաղթարելու դժվարությունները։ Հիսուսը այդպես էր հաղթահարում։ Երբ Սատանան Աստվածաշնչից հեռու է պահում Աստծո ժողովրդին, ազդում է ոչ միայն Աստծո, այլև միմյանց հետ ունեցած հարաբերությունների վրա։ Ամուսնական կյանքում լարվածություն է հայտնվում, մենք բղավում ենք երեխաների վրա, համբերություն չունենք ընկերների կամ գործընկերների հետ հարաբերություններում, կյանքը չափազանց բազմազբաղ է թվում, մենք սթրեսի մեջ ենք ու ծանրաբեռնված եւ երբ չենք տեսնում։ Զարմանալին այն է, որ մենք այնքան հազվադեպ ենք երկար կանգ առնում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Այսքան շունչ չենք քաշում։ Գուցե թվա, որ մոտ ենք Աստծուն, բայց իրականում, երբ օրեր ու շաբաթներ են անցնում առանց Աստծո խոսքը բացելու, մենք օրեցօր ավելի թուլանում ենք, ինչպես որ ֆիզիկական հացը, եթե մենք չուտենք, մենք ֆիզիկապես թուլանում ենք։ Նույնը եւ հոգեվոր հացն է, Աստվածաշունչը մեր հոգեվոր հացն է։ Եվ եթե մենք չուտենք այդ հացը, մենք հոգեպես կթուլանանք։ Սատանան շատ լավ գիտի Աստծո խոսքերը եւ գիտի Աստծո խոսքերի անհավանական զորությունը, նա հիմա ատում է ճշմարտությունը, ուստի պարզ է, թե ինչու են մեր մտքերը թմրում, իսկ սրտերը խստանում, երբ մենք գիտակցաբար չենք որոշում լսել եւ ամեն օր մեր կյանքում կիրառել Աստծո խոսքերը։ Ուրեմն Սատանան շատ լավ գիտի Աստծո խոսքի զորությունը, դրա համար չի ուզում, որ մարդիկ կարդան եւ փոխվեն, եւ մարդկանց կյանքը փոխվի դեպի լավը, իրար հետ հարաբերությունների մեջ, որպեսզի սեր տիրի մարդկանց մեջ, այլ ոչ թե ատելություն, նախանձ եւ այլ վատ բաներ։ Երկրորդ Տիմոթեոս 3:15-17 համարները։ Որտեղ մանկուց գիտես սուրբ գրքերը, Պողոսը գրում է Տիմոթեոսին, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար, այսինքն ի՞նչն է իմաստուն մարդուն դարձնում փրկության համար, սուրբ գիրքը։ Իմիջիայլոց այն ժամանակ դեռ չկար նոր կտակարանը, միայն 5 կտակարանը կար, այսինքն 5 կտակարանն էլ իմաստուն է դարձնում մարդուն փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը եւ պատրաստ բոլոր բարի գործերի համար, այսինքն Աստված մարդուն ստեղծել է բարի գործերի համար, այլ ոչ թե չար։ Ինչ վերաբերում է Աստվածաշունչի անձնական ուսումնասիրությանը, մենք պետք է զգույշ լինենք, չակնկալենք, որ Աստվածաշունչը կծառայի մեր նպատակներին կամ ակնկալիքներին, որոնք միշտ չէ, որ համընկնում են Աստծո տեսակետներին։ Օրինակ, մենք չպետք է կիրառենք հիմա աչքերս փակում եմ, մատս դնում եմ մի համարի վրա մեթոդը, քանի որ Աստված իր խոսքի միջոցով այդպես չի ուզում շփվել մեզ հետ։ Աստված թելերով կառավարվող տիկնիկ չէ, մարիոնետ չէ մեր համար, որ սպասի մեր կարիքներն ու կամքը բավարարելուն։ Նրա ճանապարհներն ու մտքերն այնքան բարձր են, շատ բարձր են մերնից, ինչպես գրում է Եսայան 55:9 համարում։ Այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Որ մենք երբեք չպետք է փորձենք վերահսկել մեզ հասցեագրված նրա խոսքերը։ Մենք նաև չպետք է հակառակը թույլ տանք Աստծուն վերահսկել մեր խոսքերը։ Մենք նաև չպետք է ընտրենք միայն այն հատվածները, որոնք հարմար ու հաճելի են մեզ։ Ընդհակառակը, հարկավոր է Աստվածաշունչը դիտարկել որպես ամբողջություն, ոչ թե կարդալ միայն հեշտ ու ծանոթ հատվածները, բաց թողնելով այն հատվածները, որոնք մարտահրավեր են նետում կամ հակասական
զգացմունքներին առաջացնում մեր մեջ։ Եթե մենք իսկապես ուզում ենք, որ Աստված խոսի մեր կյանքում, պետք է ընդունենք Աստվածաշունչը իր ամբողջության մեջ եւ կիրառենք ողջամիտ մեթոդներ, երբ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն, վստահ լինելով, որ Աստված կբացահայտի այն, ինչ մեզ պետք է լսել այն ժամանակ, երբ իսկապես ունենք դրա կարիքը։ Ինչի է այսօր այդքան տարբեր եկեղեցիներ քրիստոնեական եւ մարդիկ շատ հաճախ հարցնում են, եթե Աստվածաշունչը մի հատ է, ինչի են այդքան եկեղեցիներ տարբեր, որտեղ մարդիկ Աստվածաշունչին չեն ընկալում իրենց ամբողջությամբ, նրանք առանձին տեղեր են վերցնում Աստվածաշունչից եւ ոնց ուզում դա մեկնաբանում են եւ դրա համար էլ այսպիսի անհասկացողություն կամ սխալ հասկացողություն է ստեղծվում եւ բաժանվել է ճյուղերի քրիստոնեական եկեղեցին։ Ուրեմն հիշենք, որ մենք Աստվածաշունչը պետք է իր ամբողջության մեջ ընդունենք։ Այսինքն ինչ է նշանակում։ Երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը եւ մի բան կարդում ենք, որ անհասկանալի է, Աստվածաշունչը ինքը բացահայտում է դա մյուս տեղում։ Նույնիսկ որոշ Աստվածաշունչի մեջտեղը կա այսպես սյունիկ, որտեղ նշված են համապատասխան այդ համարին համապատասխան Աստվածաշունչյան ուրիշ համարներ, որոնք բացելով, կարդալով դու հասկանում ես, թե ինչ իր ուզում ասել այստեղ։ Այսինքն պետք չէ, որ դու ինքդ մեկնաբանես, ինքդ սկսես մտածել դա ինչ է նշանակում, այլ ընդհանրապես պետք է բացես Աստվածաշունչի մի այլ տեղ, որպեսզի Աստվածաշունչին թույլ տաս ինքը մեկնաբանի իր խոսքը։ Սա է նշանակում ամբողջությամբ ընկալել Աստվածաշունչը, ուսումնասիրել։ Հիսուսը ասում է Մատթեոս 22:37-ում. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Սա նշանակում է, որ Աստված չի ուզում, որ մենք անտեսենք մեր միտքը, ընդհակառակը նա ուզում է մեր միտքը ձևավորել իր անսահման գիտելիքներով ու հասկացությամբ, որոնք մասամբ բացահայտված են իր խոսքում։ Ինչով են մարդիկ տարբերվում անասուններից իրենց մտքով, իրենց ուղեղով։ Եվ երբ որ Աստված ասեց, որ մեր նման ստեղծենք մարդուն Աստծո պատկերով, դա հենց դա էր, որ մտավոր էակ ստեղծեց Աստված։ Բայց մարդիկ ցավոք հրաժարվում են իրանց միտքը օգտագործելուց եւ իրենց ցածրացնում են մինչեւ անասունի կարգավիճակը։ Ցավոք։ Մենք կարող ենք կարդալ բազմաթիվ աստվածաշրջան պատմություններ, որտեղ Աստված զրուցում է բազմաթիվ մարդկանց հետ եւ նաեւ Հիսուսի զրույցները մարդկանց հետ։ Աստված չի շրջանցում մարդկային բանականությունը, այլ հրավիրում է այն ենթարկել իր խոսքին ու իմաստությանը եւ գործում ենք մեր փրկությունը։ Այսինքն, երբ որ մարդիկ խոսում են իրար հետ, նրանք պետք է իրանց ուղեղը միացնեն, չէ՞, միտքը աշխատացնեն, որ իրար հասկանան։ Այսինքն, Աստված, երբ որ խոսում է մարդու հետ, ուզում է, որ իր միտքը արթուն լինի, որ մարդը հասկանա իրեն։ Այնուամենայնիվ, մարդկային տրամաբանությունը մնում է մարդկային ենթակա կամ բանականությունը, մնում է մարդկային ենթակա սխալվելու, խաբվելու։ Մարդը բանական էակ է, բայց քանի որ նա գտնում է մեղքի ազդեցության ներքո, նա սխալվում է եւ խաբվում է։ Այն երբեք անսխալական չէ մարդկային, ինչի, քանի որ մեղավոր վիճակում է։ Մարդկային միտքը, որ փորձում է մի կողմ դնել Աստծուն եւ ամեն ինչ ինքնուրույն լուծել, մարդուն դնում է Աստծուն հավասար կամ նույնիսկ ավելի բարձր դիրքում։ Այսինքն մարդը մտածում է, որ ինքը ավելի խելացի է, քան թե Աստված։ Մարդիկ կարող են Սուրբ Գրքին մոտենալ ամբարտավան ու քննադատական ոգով, մտածելով, թե այդ ամեն արդեն լսել են եւ նոր ոչինչ չկա։ Հենց այն ժամանակ, երբ մենք վստահ ինքնաբավ կարևոր ենք զգում մեզ եւ ոչ չի կարիք չունեցող անտեսում ենք Աստծո հետ մեր հարաբերությունները եւ ապավինում ենք սահմանափակ գիտելիքներին ու սխալ տրամաբանությանը։ Նման բան տեղեր են նաեւ մարդկանց մեջ հարաբերություններում։ Այսինքն, երբ որ մեկի հետ խոսում ես եւ մեկը քեզ մի բան է ասում, այդ մարդու խոսքը պիտի կշիռ ունենա քո համար, որպեսզի դու լսես դրան եւ ինչու ոչ, եթե կարևոր լավ բան է ասում, օգտակար բան է ասում, կիրառես քո կյանքում։ Բայց եթե այդ մարդու խոսքը քո համար կշիռ չունի, նշանակում է,
Ինչքան էլ լավ բան ասի դիմացի մարդը չի լսի այդ մարդը։ Նույնը Աստծո խոսքն է մեր։ Աստծո խոսքը, երբ որ մոտենում ենք, մեր համար պետք է կշիռ ունենա, այլ ոչ թե դենց մոտենում քարատենանք էս Աստված ինչ ասում, չէ։ Դի մեծ հարգանքով մոտենանք, ամենայն լրջությամբ մոտենանք Աստծո խոսքը ուսումնասիրելուն, որպեսզի ճիշտ հասկանանք։ Մի ժամանակ մի եկեղեցի հաճախում, որտեղ մի կին կար, որ շատ վատ էր իրեն դրսևորում եկեղեցու անդամ էր, գնում էր մարդկանց տները հաց էր ուտում, այնտեղ, այսինքն այդ մարդու հետ հաց էր ուտում, շփվում էր եւ այլն, եւ հետո գնում էր, սկսում էր բամբասել այդ մարդուց մի ուրիշ եկեղեցու անդամի մոտ։ Եվ երբ որ ես խոսեցի խոսքի մասին չի, երբեք այդ մարդը չէր եկել իմ տուն, բայց խոսքը ուրիշների մասին էր, ովքեր տուժում էին նրա այդ վարքի վերաբերյալ պատճառով։ Եվ երբ որ ես քարոզիչի հետ խոսեցի, ասեցի նայեք, եկեղեցում կան բամբասող մարդիկ, հատկապես այս մեկը։ Խնդրում եմ քարոզ ասեք բամբասանքի մասին, Աստվածաշունչում պարզ գրած է, որ դա մեղք է։ Եվ քարոզիչը ասեց, գիտես քույր ջան, Աստված քեզ տաղանդ է տվել, որ սիրով մարդկանց ասես իրենց սխալների կամ ինչ որ բաների մասին եւ իրենք ընդունեն։ Ասի այո, այդպիսի բան կա, բայց եթե իմ խոսքը կշիռ ունի այդ մարդու մոտ, եթե ես սիրով ասեմ եւ ընդունի, բայց եթե մարդը քո խոսքը կշիռ չունի, ասի չեմ կարծում խոսքը կշիռ ունի այդ կնոջ մոտ։ Եվ դրա համար ես ավելի լավ է դուք իրան ասեք, ոչ թե ձեր խոսքը ավելի մեծ կշիռ ունի իր մոտ։ Այսինքն պետք չի զուր տեղը ջուր ծեծել, եթե դու գիտես, որ այս մարդը ուղղակի մի ականջից մտնելու է, մյուսից դուրս է գալու։ Այսինքն չպիտի մենք մոտենանք Աստծուն մեր սխալ տրամաբանությամբ, այլ Աստծո խոսքը մեր համար պետք է շիռ ունենա։ Երբ որ մենք մոտենում ենք, մենք պետք է մոտենանք ուսանողի հոգով։ Հիսուսը ասեց. Իրանի հոգով աղքատներին, ոգով աղքատներին, այսինքն նաև ասեց սովածներին, դա նկատի ուներ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր։ Այսինքն երբ որ մենք մոտենում ենք Աստծուն, Աստծո խոսքին, մենք գիտենք, որ այդպես չմոտենանք, ես գիտեմ ինչա գրած։ Գիտեք, երբ որ ամեն տարի ես Աստծո խոսքը կարդում եմ, նորովի է բացվում, ինչի, որտեղ այդ տարվա ընթացքում ես հոգևոր աճել եմ եւ նկատում եմ այն կարևոր բանը, որ անցած տարի այդ նույն էպիզոդում չի նկատել։ Այսինքն շատ կարևոր է նախ եւ առաջ ձեր հասունության աստիճանը եւ երկրորդ թե ինչպես եք ընկալում, ինչպես եք վերաբերվում կշիռ ունի Աստծո խոսքը ձեր համար թե չէ։ Այսինքն ուսանողը եթե գնա նստի եւ դասախոսություն լսի, ինչու որոշ ուսանողներ լավ չեն սովորում, որտեղ իրանք կարծում են, ես գիտեմ։ Մի ականջից մտնում է, մյուսից ելնում է դասախոսությունը։ Դրա համար առաջ չեն գնում։ Նույնը Աստծո հետ է։ Շատ մարդիկ ես գիտեմ Աստվածաշունչ ինչա գրած։ Եթե դու չես կարդացել Աստվածաշունչը, որից գիտես։ Կարող է մի երկու հատ քարոզ ես լսել, բայց կարող է այդ քարոզիչները սխալ բաներ են ասում, սխալ են մեկնաբանում Աստվածաշունչը։ Այսինքն անպայման կարևոր է, որ մենք բոլորովին մաքուր թղթի պես գանք Աստծո մոտ։ Մեր ուղեղը սպիտակ, դատարկվի ամեն ունայնությունից, որպեսզի մենք կարողանանք ընկալել Աստծո խոսքը։ Այսօր մենք այդպիսի դարում ենք ապրում, որ այսօր ինչ են ասում, չկա ոչ մի չափորոշիչ, ոչ մի հիմք ճշմարտության համար, այսինքն մեկը կարող է ասել իմ ճշմարտությունը է սա, մյուսը է սա, բայց այդպես չի ասում Աստվածաշունչը, կա բացարձակ ճշմարտություն։ Հիսուս ասաց, ես եմ ճշմարտությունը։ Նրա խոսքը վկայում է իր մասին, որպես բացարձակ մաքուր ճշմարտություն։
Հովհաննես 17:17 ասում է. սրբացրու նրանց քո ճշմարտության, որտեղ քո խոսքը ճշմարտություն է, Աստծո խոսքը բացարձակ ճշմարտություն է։ Առակներ 35:6 համար ասում է. իմացիր, որ Աստծո բոլոր գործերն էլ ընտրյալ են եւ նա ինքն էլ իրենց երկյուղ կրողների վերակացում, ոչինչ մի ավերացրու նրա խոսքերին, որ քեզ չհանդիմանի եւ դու ստախոս չերևաս, այսինքն քո ուզած ձևով մի ընկալիր ու մի հասկացիր Աստվածաշունչը, այլ հասկացիր այնպես, ինչ որ նկատի ունի Աստվածաշունչը, ոչ թե քո ուզած ձևով։ Սաղմոս 12:6 ես ողորմությանդ վրա հույս դրի Տեր, սիրտս հրճվեց քո փրկagorցության, կորներքեմ քեզ Տեր, բարերարդ իմ։ Աստվածաշունչը հռչակում է, որ հիմնարար ճշմարտությունը Հիսուսն է եւ երբեք չի փոխվում։ Եբրայեցիներ 12:8 ասում է Հիսուսը նույնն է այսօր եւ երեք այսօր եւ հավիտյան։ Միևնույն ժամանակ, որ երբ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մեր պատկերացումը Աստծո եւ նրա ճշմարտության վերաբերյալ կարող է աճել։ Էլեն Ուայթը վկայությունների եկեղեցու համար հատոր 5-ում գրում է. դեռևս կան ճշմարտության հանքեր, որոնք պետք է բացահայտվեն նախանձախնդիր փնտրողի կողմից։ Այո, ինչպես հանքերում փորում են եւ գտնում են թանկարժեք քարեր, ոսկի եւ այլն, նույնպես Աստծո խոսքն է։ Խոսելով ճշմարտության մասին, Էլեն Ուայթը միշտ հղում էր անում Աստծո կողմից իր խոսքի միջոցով տրված ճշմարտությունը։ Մենք կարող ենք լրացուցիչ լույս փնտրել Աստվածաշունչում, քանի որ Աստվածաշունչը երբեք չի հակասում անցյալի ճշմարտություններին, այլ կառուցվում է դրանց վրա։ Ա Թեսաղոնիկեցիս 2:13-ը ասում է. ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծու նրա համար, որ մեզնից Աստծո խոսքի լուրն առնելով այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ճշմարտապես որպես Աստծո խոսք, որ ներգործում է նաև ձեր հավատացյալներիդ մեջ, որտեղ դուք եղբայրներ նմանվեցիք Աստծո այն եկեղեցին, նաև կարդանք Սաղմոս 33:4-5 համարները։ Մեծարեցեք Տիրոջն ինձ հետ մեկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին, խնդրեցի Տիրոջն ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։ Մոտեցեք Տիրոջ ու լույս արեք եւ թող ձեր երեսը չամաչի։ Ի վերջո Աստվածաշունչը եւ միայն Աստվածաշունչը նաև կարդանք Եփեսացիս 1:13-ը Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը ձեր փրկության ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին է, որ օգնում է մեզ, քանի որ Սուրբ Հոգով է գրվել Աստվածաշունչը, Սուրբ Հոգին էլ օգնում է մեզ, որ հասկանանք։ Դրա համար, երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, պետք է խնդրենք Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը, որպեսզի նա բացատրի մեզ։ Ի վերջո Աստվածաշունչը եւ միայն Աստվածաշունչը պետք է լինի այն հիմնական աղբյուրը, որից մենք հասկանում ենք, թե ինչ է ճշմարտությունը։ Մյուս բոլոր աղբյուրները պետք է փորձարկվեն ու ստուգվեն Աստծո խոսքով։ Նույնիսկ այն, ինչ մենք համարում ենք տրամաբանություն կամ բանականություն, պետք է ստուգվի Աստծո խոսքով։ Ինչ կարող է փոխվել մեր տանը, եթե կարևոր որոշումների, հարաբերությունների հետ կապված խնդիրների կամ փորձության դեպքում դիմենք Աստվածաշունչին։ Կամ ինչ կարող է փոխվել մեր աշխատավայրում կամ եկեղեցում, եթե Աստվածաշունչի խոսքերն իսկապես դառնան այն ոսպնյակը, որով մարդիկ նայում են աշխարհին եւ ընտրում դրա համաձայն ապրելը։ Այսինքն կամ պրիզման, որի միջոցով նայում են։ Աստվածաշունչի հեղինակները գիտեն, թե որքան արժեքավոր են Աստվածաշունչի խոսքերը, ուրիշ որևէ գիրք չի կարող այնպես խոսել ձեր կյանքի հետ, ինչպես այս խոսքերն են խոսում։ Խոսքերը կարող են մնալ էջերի վրա ձեր Աստվածաշունչում, բայց ինչպես կարող եք դրանք պահել ձեր սրտում։ Սաղմոս 119:11-ը ասում է, Դավիթը ասում է, ես պահեցի քո սուրբ խոսքը իմ սրտում։ Աստվածաշունչը ինքը իրեն համեմատում է, այսինքն Աստծո խոսքը համեմատում է երկսայրի սուրը սրի հետ, որը հզոր է եւ սուր,
Աստվածաշունչն ի վիճակ է անելու այն, ինչ մարդկային գործիքները չեն կարող անել մարդու հոգու համար։ Աստվածաշունչը իրեն նկարագրում է որպես կենդանի երևույթ։ Միգուցե դու զարմացել ես, թե ինչպես կարող է այդպես լինել, քանի որ այն գրվել է հազարավոր տարիներ առաջ, սակայն Հիսուսն ասաց. այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կյանք։ Հովհաննես 6:5 է դա ասել։ Եթե քո սիրտը կոտրված է կամ կյանքդ քայքայվում է, Աստված կարող է իր խոսքերն ասել քո աշխարհին եւ փոխել իրավիճակը։ 5 կտակարանը նույնպես նկարագրում է Աստծո խոսքերը որպես խիստ գործուն, բնավ, ոչ քարացած կամ անշարժ։ Եսայի 55:11 ասում է. այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից, նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարվի այն, ինչ կամենում է։ Այսինքն, ինչ է ուզում ասել, որ Աստծո խոսքը զորություն ունի մարդու փոխելու։ Ուղղակի մենք պետք է թույլ տանք դա։ Երբ Դավիթը խորհրդածում է Աստծո խոսքերի իր կյանքի վրա ունեցած ազդեցության մասին, այսպիսի խոսքեր է գրում. նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։ Սաղմոս 119:50, այսինքն Աստծո խոսքն է, որ ապրեցնում է մեզ, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Հավանաբար ձեր կյանքում որոշ պահերի ուժգին քաղց եք զգացել կամ սնվել որոշակի սննդակարգով, արդյոք երկար քաղցելուց հետո սնունդն ավելի համեղ չի թվում։ Հոգևոր առումով Աստվածաշունչը սնունդ է մեր հոգու համար, դրա համար է Հիսուս ասում. Երանի քաղցածներին, հոգով քաղցածներին։ Այսինքն, երբ որ գալիս ես, Աստվածաշունչը բացում ես եւ քաղցած ես, որ ճշմարտությունը իմանաս, այլ ոչ թե բացում ես, ես գիտեմ, ինչա գրած այդտեղ։ Երեմիա 15:16 Դու գիտես, Տեր, հիշիր ինձ, Տեր, այցելիր ինձ, փրկիր ինձ իմ թշնամիներից, ինձ համար մի ուշացիր, գիտիր քեզ համար որքան նախատին կրեցի քո խոսքերն արհամարողներից։ Պետրոս 2:2 Որպես նորածին երեխաների միշտ փափագող եղեք բանական ու անխարդախ կաթին, որպես նրա միջոցով աճեք փրկության համար։ Մատթեոս 4:4 Նա պատասխանեց եւ ասաց. գրված է, միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Հիսուսը այդպես էր հաղթում սատանային Աստծո խոսքով։ Աստծո խոսքերը համեղ են մտքի ու սրտի համար, եւ երբ կարդում ենք, դրանք լցնում են մեր ներսը եւ սատարում, ինչպես եւ խոստացված է։ Բայց երբ որ մեր սիրտը, մեր միտքը լցված է զիբիլով եւ կարծես թե լեցուն է, եւ դու բացում ես Աստվածաշունչը, չես մաքրում այն մնացածը, այլ ուղղակի կարդում ես մի ականջից մտնում է, մյուսից ելնում է, չես ընդունում այդ խոսքը, որտեղ այդ խոսքի կարիքը նույնիսկ չես զգում, որտեղ ուղեղդ լցված է զիբիլով, սիրտը նույնպես։ Մեր Աստվածաշունչի խոսքերը եկել են հենց Աստծուց, Աստված դրանք ուղարկել է հատուկ մեզ համար եւ բոլոր նրանց համար, ովքեր փնտրել են նրան։ Երբ դրանք կարդում ենք աղոթքով լի, բաց սրտով, այդ խոսքերը զուր չեն անցնում։ Հոբ 22:22 Ուսմունք ընդունի նրա բերանից, այսինքն Աստծո բերանից, նրա խոսքերը սրտիդ մեջ վերցրու։ Եվ Կորինթացիներ 2:14 համարը ասում է, Կորինթացիներ 2:14 Քանզի ոչ հոգևոր մարդը Աստծո հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որտեղ այդ հիմարություն է նրա համար, եւ չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք։ Հոգևոր խոհեմություն ունենալ նշանակում է ունենալ հոգևոր խորաթափանցություն ու ըմբորնողություն։ Ուստի տրամաբանական է, որ հոգևորապես բաց մտածողություն ունեցող մարդը Աստվածաշունչի ընթերցանության ընթացքում շատ ավելի տարբեր եզրահանգումներ է անում, քան հոգևորապես փակ մտածողություն ունեցողը։ Նա ով կարծում է, թե Աստվածաշունչը հիմարություն է, ճշմարտություն չի փնտրի նրա էջերում եւ չի էլ գտնի, որտեղ սխալ մոտեցում է ցուցաբերում։ Թեսաղոնիկեցիս 2:13 համար Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար, որ մեզնից Աստծո խոսքի լուրն առնելով այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ճշմարտապես որպես Աստծո խոսք, որ ներգործում է նաև ձեր հավատացյալների մեջ։
Աստծո խոսքը գործում է մեզանում, երբ հավատում ենք, երբ բացում ենք մեր Աստվածաշի եւ հավատում, որ Աստված այդ էջերի խոսքերով ինչ որ բան ունի մեզ ասելու, նա իսկապես կխոսի մեզ հետ եւ կգործի մեր կյանքում։ Բայց շատ բան կախված է մեր հավատքից ու սպասումներից։ Լավ լուրն այն է, որ եթե մեր հավատքը փոքր է, Աստված կարող է օգնել, որ այն աճի։ Հիշում եք Մարկոս 9-րդ գլխում այն հայրը, որ իր որդուն բերեց, որի մեջ դև կար, եւ ասեց, եթե ինչ որ բան կարող ես անել, այսինքն թերահավատություն էր այդ խոսքերի մեջ։ Եվ երբ որ Հիսուսը ասում է, այսինքն դու չես հավատում, իմաստը դա է։ Եվ մարդը հասկանում է, որ ինքը սխալ մոտեցում է ցույց տալիս, եւ 24 համարում ինքը ասում է հավատում եմ, օգնիր իմ անհավատության 23 համարում։ Եվ իրոք Հիսուսը օգնում է եւ բժշկում է իր որդուն այդ դևերից։ Եվ եթե նույնիսկ մեր հավատը մանանեխի հատիկի չափ փոքր է, միևնույն է, Աստված օգտագործում է դա եւ ավելի է մեծացնում։ Աստվածաշի հիմնական նպատակներից մեկը ճշմարտացիորեն խոսելն է Աստծո հետ մեր հարաբերությունների վիճակի եւ դրանք ամրապնդելու եղանակների մասին։ Եթե մեր սիրտը բաց է Սուրբ Հոգու համար, եթե խոսքին մոտենում ենք խոնարհությամբ, մենք միշտ կփոխվենք, թեև միշտ չէ, որ դա անմիջապես նկատելի կլինի, քանի որ նման փոփոխություն ու աճ հաճախ տեղի ունենում աստիճանաբար։ Այսինքն երեխան միանգամից մի տարեկան չի դառնում 20 տարեկան։ 20 տարի անցում մինչև ինքը աճում է, քիչ-քիչ զարգանում է, հասկանում է եւ աճում է դառնում 20 տարեկան։ Նույնը հոգեվոր աճն է։ Այսինքն դա մի սանդուղք է աստիճան, որով բարձրանում են, եւ մեկը կարող է վաղուց է սկսել, արդեն վերևում է, մյուսը դեռ նոր է սկսել, մյուսը մեջտեղում է, բայց կա նաեւ այսպիսի դեպքեր, որ մեկը դոփում է անդադ նույն սանդուղքի վրա, նույն աստիճանի վրա, իսկ այն մյուսը թեև ուշ է սկսել, բայց գնում է անցնում է առաջ, որտեղ հոգեորապես արագ աճում է։ Նույն ձևի ֆիզիկական կյանքում կան երեխաներ, ովքեր չեն աճում, չէ՞։ Կարող է ֆիզիկապես չաճեն, կարող է մտավոր չաճեն։ Ուրեմն մենք չպիտի լինենք այդպիսի քրիստոնյաներ, մենք պիտի աճող քրիստոնյաներ լինենք։ Եվ պետք է համբերենք իրար, որտեղ ամեն մեկս մի աստիճանի վրա ենք եւ ժամանակ տանք իրար, մինչեւ հասկանանք ճշմարտությունը, քիչ-քիչ, կաթիլ առ կաթիլ եւ աճենք։ Ոչինչ մի օրում չի լինում, մանավանդ հոգեվոր աճը։ Եթե շարունակենք կարճած մնալ մեր անտարբերությունից ու մեղքից եւ փոխվելու ցանկություն չունենանք, Աստվածաշնչի ընթերցումը մեզ քիչ օգուտ կտա։ Սուրբ Հոգին մղում է ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Ցանկանում ենք ավելի մոտ քայլել, ավելի մոտենալ։ Եթե այո, նա կարող է իմաստուն դարձնել փրկության համար, ինչպես ասում է Բ Տիմոթեոս 3:15, եւ այդ ժամանակ կտեսնենք այն, ինչ երբեք չէինք էլ կարող երևակայել։ Շատ մարդիկ շատ իմաստուն են շատ բաներում, բայց այ փրկության համար իմաստուն լինելը, սա ամենակարևոր հարցն է մեր կյանքի, դա մեր կյանքի առանցքն է։ Եթե մենք վերլուծենք այն խոսքերը, որ վերջին օրվա ընթացքում ասել ենք, արդյոք ինչպիսին կլինեն այդ խոսքերը։ Այդ խոսքերը լցված էին սիրով, բարությամբ, ուրախությամբ, քաջալերանքով, թե լիեին հիասթափությամբ, հոգնությամբ, անհանգստությամբ, բարկությամբ, բամբասանքով կամ չարությամբ։ Աստվածաշունչը ասում է, որտեղ բերանը սրտի լիությունից է խոսում, Մատթեոս 12:34։ Երբ մեր սրտում աղտեղություն կա, այն դուրս է գալիս մեր խոսքերի միջոցով։ Այսինքն պետք է վերլուծենք եւ ուշադիր լինենք մեր խոսքերին։ Եթե վատ բաներ ենք ասում, ուրեմն մեր սիրտը լավ վիճակում չէ, իսկ ով կարող է մեր սիրտը փոխել։ Միայն Աստված, ինչպես միայն Աստծո խոսքով, եթե մենք լրջորեն ընկալենք եւ Աստծուց ուժ խնդրենք, որ իր խոսքը կատարենք մեր կյանքում, իր կամքը կատարենք մեր կյանքում, այդ ժամանակ մեր սիրտը կփոխվի եւ մեր սրտի լիությունը կխոսի լավ բաներ, այլ ոչ թե վատ։
Մենք բոլորս հիասթափություն, հոգնածություն կամ սթրես ենք ապրել եւ այդ հոգեվիճակը փոխում է այն, ինչ դուրս է գալիս մեր բերանից։ Հաճախ ասում ենք խոսքեր, որոնց համար հետո զղջում ենք։ Եվ ընդհակառակը, երբ մեր սիրտը սիրով է, լի է սիրով ինչ-որ մեկի հանդեպ, այն հոսում է մեր խոսքերի միջոցով։ Նույն ձևով էլ Աստվածաշունչը խոսում է նրա սրտի, այսինքն Աստծո սրտի եւ մեր հանդեպ նրա մտադրությունների մասին։ Զարմանալի է մտածել, որ անմիջապես Աստծո սրտից բխող այս խոսքերը մեր տիրապետության տակ են Աստվածաշունչում, իսկապես մեզ հասանելի են։ Իսկապես անհավանական է տեսնել այն զորությունը, որ Աստծո խոսքերն ունեցել են ողջ պատմության ընթացքում եւ իհարկե մեր քրիստոնյաների կյանքում։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի դաստիարակություն գրքից։ Մի բան է Աստվածաշունչը դիտարկել որպես բարոյական լավ դասերի գիրք, որին պետք է հետևել այնքանով, որքանով այն համապատասխանում է ժամանակների ոգուն եւ մեր դիրքին աշխարհում, մեկ ուրիշ բան է այն համարել այնպիսին, ինչպիսին կա իրականում, կենթանի Աստծո խոսք։ Խոսք, որ ինքնին մեր կյանքն է, խոսք, որը պետք է ձևավորի մեր գործողությունները, մեր խոսքերն ու մեր մտքերը։ Աստծո խոսքը սրանից պակաս համարելը նշանակում է մերժել այն։ Եվ այս մերժումը նրանց կողմից, ովքեր հայտարարում են, որ հավատում են դրան, երիտասարդների թերահավատության ու անհավատարմության գլխավոր պատճառներից մեկն է։ Այսինքն, եթե մեծահասակը գնում է եկեղեցի եւ իրեն պահում է ոչ վայել քրիստոնյայի, ապա երիտասարդները, ովքեր տեսնում են այդ մեծահասակին, ինչ է լինում, նրանց մոտ թերահավատություն է առաջանում եւ անհավատարմություն։ Զգույշ լինենք մեր խոսքերին, մեր գործերին, թույլ տանք, որ Աստծո վիրաբուժական դանակը դիպչի մեր հոգում եւ ինչ որ ավելորդ է մաքրի ու սրբի տանի, կտրի ու տանի։ Գուցե դա ցավոտ կլինի, բայց եթե մենք ուզում ենք հաղթել, հաղթական քրիստոնյա լինել, մենք պետք է թույլ տանք Աստծուն, որ փոխի մեր ներքինը, որտեղ ներքինից հետո դուրս գալի դեպի արտաքին, որպեսզի մենք աճենք հոգեվորապես, ոչ թե գաղջ վիճակում մնանք, ոչ թե կանած վիճակում մնանք, ոչ թե նույն աստիճանի վիճակում մնանք։ Թող Աստված օրհնի, որ գալիք շաբաթվա յուրաքանչյուր օր մենք աճենք, այլ ոչ թե հակառակ, աճենք Աստծո ճշմարտության եւ սիրո մեջ։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։